Հարսնազորի լեգենդը հեռուստասերիալում Սաքոն մռայլ դեմքով վերադառնում է տուն։ Նա զայրացած է։ Նրա մեջ բորբոքված է մի վիրավորանք, որը հեշտ չէ մոռանալ։ Անիկի Սոնայի տուն գնալու մասին լուրն արդեն հասել է Սաքոյին։ Խոսակցությունն արագ վերածվում է վեճի։ Կինը խնդիր է լուծում, եւ տղամարդը մեռած է։ Բայց ես դեռ ողջ եմ, եւ քո որոշումները առանց իմ գիտության ընդունելի չեն, ասում է նա Անիկին։ Սաքոն խիստ, բայց այդ պահի համար արդարացի։ Նրա համար կնոջ այդ քայլը հավասարազոր էր դավաճանության։ Սակայն այս ամենը ընդամենը սկիզբն է այսօր ափոթորքի։ Վռամը դեռ համակված այն ցնցումից, որ տեսավ մորը Սոնայի տանը, իսկ հետո հարված ստացավ Սոնայի հորից, որոշում է վրեժ լուծել, բայց ոչ Անիկից, այլ Սոնայի հորից։ Սառը հաշվարկի պես մի միտք է ծագում նրա գլխում, մի քայլ, որը կարող է վերադառնալ բումերանգի պես, բայց նա պատրաստ է։ Նա գնում է Սոնայի աշխատանքի վայր։ Սոնայի աչքերում զարմանք, սպասում, շփոթություն, բայց Վռամը չի փնտրում երկիմաստություն։ Նրա խոսքը ուղիղ է։ Ես քեզ սիրում եմ, բայց իմ կողքին կլինես միայն մի պայմանով։ Գալիս ես ինձ հետ հենց հիմա եւ մոռանում ես քո ընտանիքի մասին։ Այլ կերպ չի լինի։ Սա իմ առաջին ու վերջին առաջարկությունն է։ Սոնան կանգնած է կյանքի ամենաբարդ խաչմերուկներից մեկի առաջ։ Նրա սրտի կեսը պատրաստ է քայլ անել դեպի սեր, դեպի ապագա, բայց մյուս կեսը ծանրացած է ընտանիքի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ։ Սակայն վերջում սերն է հաղթում։ Սոնան որոշում է գնալ Վռամի հետ, հավատալով, որ հայրն ու եղբայրը կներեն իրեն։ Բայց եթե հիմա կորցնի Վռամին, գուցե այդ դուռն ընդմիշտ փակվի։ Իրականում Վռամը Սաքոյի մոտ իր այս քայլը ներկայացրեց որպես վրեժ, բայց նա իրոք ուզում է լինել Սոնայի հետ, քանի որ սիրում է։ Մի քանի րոպե անց նույն աշխատանքի վայր հասնում է Հայկը։ Նա պատրաստ էր խոսել Սոնայի հետ, փորձել հասկանալ, բայց Սոնայի ընկերուհին Լիլիթը սառը փաստ է հայտնում։ Սոնան գնացել է Վռամի հետ, ու ես չգիտեմ ուր։ Հայկի աչքերը բորբոքվում են, դավաճանված, վիրավորված, շփոթված։ Նա հասկանում է, Սոնան չլսեց իրեն, չվստահեց եւ գնաց այն մարդու հետ, ում նա չէր կարող երբեք ընդունել։ Այժմ նրան մնում է միայն մեկ ելք՝ գտնել Վռամին, եւ միակ ճանապարհն էլ ըստ Հայկի նրա աշխատանքային վայրն է։ Նա ուղերվում է, մտնում գրասենյակ, վճռական, բորբոքված, բայց ներսում միայն Արմոն է։ Արմոնը վաղուց սպասում էր այս մահին։ Հիշենք առավոտյան Նարեն խոստացել էր. «Ես ամեն ինչ կանեմ, որ Հայկը վերադառնա բանտ»։ Եվ հիմա առիթ ի վերջո նրա առաջն է։ Նա սադրում է, հեգնում, վիրավորում, դուք ընտանիքով անինքնասեր եք, իսկ դու շուտով ծնկի ես գալու մեր առաջ։ Հայկը փորձում է դիմանալ, բայց Արմոնը շարունակում է մոլեղած համառությամբ։ Վերջապես Հայկի համբերությունը սպառվում է, եւ այդ պահին մեկ հարված, բռունցքով։ Ժպիտը չի հեռանում Արմայի դեմքից, քանի որ այդ հարվածը հենց այն էր, ինչ նա ուզում էր։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ վարվեց Սոնան հեռանալով Վռամի հետ։ Գրեք մեկնաբանություն։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ ոտկատեղը, ես չափեցի եւ հիմա դա մի սարսափելի քիչ 81 սանտիմետր 81 սանտիմետր իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմնակացեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղթի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացվեց, բայց